Ներողություն ում եք տեսնում որպես երկրի հաջորդ վարչապետ Փաշինյան, Քոչարյան, Ծառուկյան, Կարապետյան, Թաթոյան։ Ինձ համար բոլորն էլ մեկ են, բայց Փաշինյանի ավանակի անունը մի տվեք ընդհանուր։ Ինձի вообще դուր չի։ Ինչ խոսքատվե ոչինչ բան չի արել, լրի տղերքի տարավ կոտորեց։ Արման Թաթոյան կարող է երևի անել այն ինչ որ մինչև հիմա չեն արել երկրի խաղաղության հետ կապված։ Թույլ տվեք չպատասխանել, դա մեր կարծիքն է, թող մնա մեր մեջ։ Թաթոյան։ Ինչու՞։ Որտե մարդը լավ մարդ է։ Ինձ թվում է մեր երեխեքի ապագայի համար կմտածի։ Սամվել Կարապետյան։ Ինչու՞։ Որովհետև ես հավատում եմ այդ մարդուն, ես նրա միայն խոսքերը չեմ լսել, տեսել եմ գործնականում այդ մարդու աշխատանքները։ Ինքս Արցախից եմ, Ստեփանակերտում այդ մարդը կառուցել էր մի հիվանդանոց, որի նմանը չկա ամբողջ Կովկաս։ Այդ մեկ մնացած բարեգործությունների մասին չեմ ասում, խոսքը կշիռ ունի, ինքը բավականին լուրջ մարդ է եւ բոսյակ չի, հազար ներողություն, որ համեմատություն եմ անում։ Ես բաց նամակ եմ նույնիսկ գրել վարչապետին, ասում եմ մինչև դեմարկացիա, դելիմիտացիա անելը, որտեղից գիտեիր, որ Գորիս Կապան ստրատեգիական ճանապարհը Ադրբեջանին է պատկանում, որ նվիրեցիր իրանց։ Պատասխան չկա։ Իսկ իրանք Թուրքի հրահանգներն են կատարում։ Քաղաքականությունից հեռու մարդ եմ, չեմ կարող հարցի պատասխանել էլի։ Հիմա մի հատ սիրած թեման է։ Փաշինյան, որտեվ խաղաղություն է վերում մեր երկրին, ու լրիվին կարողանում է ուշում շտիպի, որ ժողովուրդը ուշում լավ ապրեն, թոշակները բարձրացրեց, հետ վճարը ուշում 10,000 տալիս է, հենց որպես ես թոշակարու իրան եմ ընտրելու, իսկ ինչի չեմ Քոչարյանին ընտրում կամ Սամվել Կարապետյանին, Քոչարյանը 30 տարի, մենակ ես ցույց կտակ էլի, 30 տարի ուշում Քաջանի կոմբինատի փողերը կերել է, իմ կրտնիկս, որ ես պիտի ստանայի ուշում 5,000-6,000 դոլար բուրավիկի, տալիս են 300,000 դրամ, 1,000 դոլարը չէին տալիս, բայց իրակ միլիարդատեր դրան, որ ասում եմ միլիարդատեր չում մենակ Հակոբյան Մաքսիմը միլիարդ դոլարով մահացավ, ինքը տոնոր է 12% են Հակոբյան Մաքսիմի, իսկ իրանը 80%, դու պատկերացեք ինքը ինչ փողեր է մենակ կոմբինատից աշխատել։ Ռոբերտ Քոչարյանն է։ Ինչու իրեն։ Արաբը ողբերական Սիմոնյան, շատ գրագետ կիրթ մարդ է։ Ծառուկյանը կարելի է։ Փաշինյան, չէ, ես ոչ մեկին էլ չեմ հավատում։ Այդ հարը գնում է, այդ հարը գալիս, Փաշինյանին եմ ամենահարմարը գտնում։ Շնորհակալություն։ Իհարկե, այո։ Գիտեք ինչ կա, որ Քոչարյանի արածները ավելի հաշվի առնենք դնենք կշիռի վրա, ավելի ծանրակ, քան Փաշինյանն էլ։ Վատագույններից լավագույնը Փաշինյանն է։ Շնորհակալություն ձեզ բարի օր։ Նորմալ մարդ, ոչ շիզոֆրենիկ։ Սամվել Կարապետյան։ Դե ես նախընտրում եմ իրան։ Երևի Թաթոյան։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ջանա լավ էլի, ոչ մեկին։ Սամը տանել, մուկտի պենե ազ բաղուն չմազ հետ է, նույն բան որ մարդնեք, մազ հետ է հուկյա, նույն բան որությունը նոլում։ Ես սովետի մարդ եմ, այս տարվա մարդ չեմ, ինձ համար մեկը, ով որ լինի, ինձ համար մեկը, ոչ մի վարչապետ չի աշխատելու, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը որ ուտեն, ես ինքս գյուղացի մարդ եմ, անասուններ եմ պահում, 15 գլուխ, 10 գլուխ ձի եմ պահում, միջով 3,000-4,000 մետր հող եմ ցանում, ես ոչ մեկին չեմ նայում, ինքս է թոշակառու մարդ եմ, չեմ նայում, այսօրվա օրը թոշակս չեմ ստացել, բայց իմ գրպանում 20,000-անոցներ ու 5,000-անոցներն եմ ման գալիս, ինչու, որովհետև ես աշխատող մարդ եմ, մանյակող գայլից սոված չի մնա, սա իմ ձիերն է, տեսնում ես։ Անից հարցա չեմ կարող պատասխանել, շատ դժվար է պատասխանել։ Ես պիտի լինեմ։ Դուք վատ չեք կառավարի։ Չէ, լավ կառավարի։ Ես ճիշտն ասած քաղաքականությունի չեմ սիրում ընդհանրապես խոսալ այդ հարցով։ Առաջինը որ Փաշինյանի անունը տվալս դա ալգենացիկ, շո։ Անդիմություն։ Շո, կարճ չեմ ասում, անդիմություն։ Դուք չէի որ ինչ ասեց Փաշինյանը։ Որ ասած Պապացին ձեր որով ասնի։ Հա, այդ ինքն է։ Արխային մնացեք։ Չեմ ասնացել։
չեն կընտրել, նորմալ բան չկա, նորմալ ինչ։ Անվտանգություն չկա, ամենակարևորը։ Ամենակարևորը։ Չէ, կոնկրետ այս ընտրության չեմ մասնակցել։ Ճիշտն ասած գախնի է։ Հայրեն ասել լինի կարևորը։ Նախ շնորհակալ եմ արցի համար, խնդրում եմ դա թող լինի անձնական։ Շնորհակալ եմ։ Այն շատ հավաքի նայել կընտրվի։ Ծառուկյան։ Ոչ մեկին։ Դե ոչ մեկին արժանին տեր չունեն։ Պարոն Փաշինյանի։ Ինչու՞։ 10 ռուբլի թոշակ ավելացրել։ Գոհ չեմ, գոհ եմ։ Ում եք տեսնում որպես երկրի հաջորդ վարչապետ։ Արտուր Դանելյանին։ Adekvat։ Կարապետյան, գիտես ինչի մար։ Ինքը բիզնեսմեն, ինքը էկոնոմիստ է։ Հայաստանը պետք է էկոնոմիստ, որպեսզի մեր տնտեսությունը բարձրացնի։ Գուրգեն Սիմոնյան։ Ինքը ավելի առաջադեմ է մտածում, զարգացած է շատ։ Եվ գիտությունը տեխնոլոգիա։ Այս լավ վարչապետը ես եմ, Ցավոտ հարցը ես չեմ ուզում կարծիք հայտնել։ Հաջորդ վարչապետը Նիկոլ չի լինելու։ Կներեք իմ խոսքը։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը այսօր իմ երեխանի սովամա հանում։ Տեսեք, նոր եկել եմ քաղաքապետն էլ դիմել, դա ինքը գիտեմ, որ աշխատանք տալու է, բայց Նիկոլ Փաշինյանը մասպետը անգամ զրկել է ինձ, որ դիմում գրեմ։ Թուք չտալիս, որ գրեմ, դե իպակ, ասում եմ մասպետը։ Նայեք, տես ինչ հետաքրքիր է, ինձ զրկել էին Արցախյան պատերազմի կեղծ փաստաթղթով։ Որովհետև ես Ղարաբաղում կոնտուզիա եմ ստացել, ես Ղարաբաղում չեմ կռվել, 92-94 թվականին, ունեմ վայնի բլեդ։ Ամեն ինչ ընտրել, ես կապանում եմ կռվի մասնակցել։ Ես կընտրեմ Միասյա Թևերի նաև, որովհետև իրենց մոտ ես մի քանի ելույթ եմ լսել, որ մարդիկ իրոք իր ազգի մասին մտածում են։ Այս Արման Թաթոյանը ինքը հարցաբարձան միջազգային հանրությունում արցախցիների խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը ասում է եկեք այդ գործը փակեք։ Ոնց կարա մարդ այդ գործը, ոնց ինձ ասում այս գործը փակի։ Հիմա Նիկոլն ասում Արցախի հարցը մոռացեք, վաղն ասում Սյունիքի հարցը մոռացեք։ Ոչ մեկին չեմ պատկերացնում։ Իսկ դու։ Ես նույնպես։